Փարքներդեհին։ Մենք ականատեսը դարձանք մի լավ ներկայացման խորհրդարանի շենքում, երբ բոլորը անխտիր, բոլորին մեղադրում էին, հերթական անգամ։ Այսինքն կրեմլահպատակ ուժերից բաղկացած խորհրդարանի այդ 3 ուժերը իրար քննադատում էին, իրար մեղադրում էին։ Ու ըստ Նիկոլի, ասում էր կտանեմ ձեզ կլցնեմ ԱԱԾ պատվալը։ Այսինքն ազգային անվտանգության պատվալ էր ասում։ Այսինքն ես զարմացա, որ ինքը ազգային ինչ-որ բան խոստովանում է, որ Հայաստանում կա, որովհետև դրանք ազգային ամեն ինչի դեմ կռիվ են տալի, չէ՞։ Հանում են ազգային բառը։ Հիմա, բայց ազգային անվտանգությունն ասեց, նկուղը չասեց, նկուղի փոխարեն պատվալ ասեց։ Հիմա այնպես է ստացել, որ մեր խորհրդարանում հավաքվածները բոլորը ԱԱԾ նկուղի աբրանք են, որովհետև համ սրանց բերած մեղադրանքների հիմքերին նայում ես, համ նրանց բերած, համ Էմեգելի բերած։ Այսինքն այս տպավորություն է, որ ասենք մեր դատախազությունը եթե անկախ մարմին լիներ, պետք է բոլորին տաներ, իսկապես գործ հարուցեր բոլորի վրա։ Եվ իրական, եթե դատախազ, եթե պետություն լիներ, այսինքն իշխանություն լիներ, անկախ դատական համակարգ լիներ, դրանք բոլորը, նրանք ոսկի որ պետություն լիներ, դրանք ինչ գործ ունեն խորհրդարանում։ Բոլորն անխտիր։ Այս բեմականացում էր, ես նույնիսկ դրվագներով կմեկնաբանեմ, ինձ հիշեցրեց Թթենի ֆիլմը։ Հիշում եք, չէ՞, Թթենի ֆիլմում, որ երկու հարևան ստացվում է մի պահ, որ լարվում են, պետք է արդեն ընդհարվեն երեխեքի պատճառով, եւ այդ մեկը փոքրամարմին է լինում, բայց ինքը տղերք ունի, մյուսը աղջիկ։ Խնդրում է էլի, ասում է Սամսոն ջան, խնդրում եմ էլի, իմը տղերք են, թող օրինակ ծառայեմ, կհարվածեմ, կհայհոյեմ, չդիմադրես, չպատասխանես, էլի ինձ աջակցի էլի։ Եվ Սամսոնը լուրջ տանում է, սա գոռում, հայհոյում, գետնին է գցում, իբր խապտակում, բան ու գնում է։ Տիպիկ նման բեմականացում էր, դե լավ գիտեք, որ զոմբիները սիրում են, երբ որ դու Ռոբերտ Քոչարյանին հայհոյում ես։ Այդ մարդկանց երջանկությունը դա է։ Գնա տուն տեղ ձեռից խլի, մի հատ Քոչարյանին հայհոյի չեն ասի, ես ինչ արեցի, ինչ եկար տարարի մելացա։ Մտի տուն, ինչ ուզում ես արա։ Բայց մի հատ Քոչարյանին հայհոյում եք, այդ մարդիկ աշխարհն իրենցն է։ Խոսքը զոմբիներին է վերաբերվում։ Եվ այս խաղը, որ իրենք կազմակերպել էին, այսպիսի մի ես բան որսեցի, օրինակ Ալեն Սիմոնյանի հայացքից։ Երբ որ ինքը մի կնոջ, չգիտեմ, աղջկա, պատգամավոր էր, երբ որ նա առանց, ասենք, անկախ ամեն ինչ, այնտեղ բոլորը հանցագործներ են, ես արդեն, եթե մարդը մանդատը մինչև այսօր պահել է, որ Նիկոլը մնա վարչապետ, այդ պատգամավորը հանցագործ է, անկախ ում աղջիկն է, ում կինն է, ում քույրն է, կանայք էլ, տղամարդիկ էլ, բայց ես որպես տղամարդ ինձ թույլ չէի տա, որ կնոջն ասեի, քեզ դուրս կշպրտեմ։ Ու ինքը, որ երբ որ նայում էր Ալեն Սիմոնյանի երեսին, ինքը ասում էր, ես քեզ դուրս կշպրտեմ, տոնը բարձր էր, բայց զայրույթ չկա դեմքին։ Զայրույթ չկա, ու ինքը ամեն բան մի քանի վայրկյան մեկ հայացքը դեպի լրագրողների պատուհանն է գցում։ Ուզում է տեսնի լրագրողը որսած է իր արտահայտությունը կամ այդ խառնաշփոթը, էլի, որ ասենք Նիկոլը որ տանեմ լցնեմ պատվալները կամ ասում է քեզ որտեղից Սևանի ափին տուն, տղա բա քեզ որտեղից, քո տունը տեսել ենք, էլի պատգամավոր ժամանակ տեսել ենք քո տան պատերի ձևը, ոճը։ Հիմա կնոջդ հետ հասեղան նստելն է արդեն միլիոններ արժի։ Ինչ եք խեղճարկատուների վզին դնում, թե կնոջդ հետ կան հաց ուտեն փողով։ Ձեզ որտեղից։ Ինչևից է, ուրեմն սրանք շատ լավ հասկանում են, որ նախկինները իսկապես ժողովրդի չեն կարողան, ասենք եթե բան փոխի Պուտինը ուզենա փոխի բերի նախկիններին, անպայման մի բան չի ստացվելու։ Հիմա հասկանում են, որ Կրեմլում, որ լավ թե վատ գոնե Նիկոլին պահեն։ Նիկոլին պահելու միակ ձևը, որ Քոչարյանին անդադ վիրավորեն, Սերժիկին անդադ վիրավորեն, այդ թիմին էլ հետը։ Պայմանավորված այդ մարդիկ էլ դրանց անդադ վիրավորում են, որովհետև եթե Նիկոլը ընկավ, դրանց էլ հետը տանելու է։ Հասկացաք, չէ՞։ Նրանք չեն կարողանալու վերականգնվել։ Զոմբին կարթնանա։
Հանգարց կարտնանա։ Հասկանում եք։ Այս սա են խաղում։ Այս ամեն ինչը որ արել էին, ասում եմ Ալեն Սիմոնյանի հայացքին որ նայում եմ, ինքը այդ կնոջն ասում է դուրս կշպրտեմ ուսս նայում է այնտեղ տեսնի որ սաց լրագրողը ժողովրդի մեջ տարածվեց սա։ Այս խաղը եղավ։ Հասկանում եք, չէ՞։ Սա ախրի ես չգիտեմ, ասենք, հա զոմբին չպետք է հասկանա, էլի սա, որովհետև նա կարողությունները այդքան է։ Այս նորմալ մարդը պետք է որ տեսնի ու հասկանա, չկար զայրույթ բացարձակ։ Ուղղակի գորգորոցներ։ Ակլորանում, այնպես տղերք են ակլորանում։ Դու պատկերացնում ես ԿՊ-ում տղա կա։ Ակլորանում են, Ռոբերտ Քոչարյանը Ռոբիկ են ասում, առաջ են գալի։ Շորջան, երբ ուզի, որտեղ ուզի։ Հասկանում եք։ Ռոբերտին իր ընկերը մի հատ թեթև ասեց Ալեն Սիմոնյանը բերեց ամբողջ խորհրդանով մեկ նկարագրեց թե ոնց են սպանել այդ մարդուն։ Ով են դրանք։ Եթե սա պայմանավորված չլինի։ Ինչևից է։ Սիրելի հանրություն։ Դուք այս խաղը տեսնում եք, հասկացանք զոմբիներին մի կողմ դնում, իրենց սիրտը հովանում է, ասում եմ դրա ձեռից տուն տեղ տար, մենակ Ռոբերտին հայհոյի իրեն դա բավարարում է։ Ուրիշ բան պետք չի։ Բայց դուք հո նորմալ մարդ եք։ Ինչ է սպասում եք, որ մեկը զենքը վերցնի, սկսի, նոր դուք էլ արթնանաք միանաք։ Հա։ Բայց դա տեղի ունենալու։ Վաղ թե ուշ, հաստատ զենք գործածվելու է արդեն, որովհետև բանը բանից անցել է։ Մնաք խաղաղությամբ, ստապ եղեք։